Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանն ամենայն հայոց կաթողիկոսի դեմ պայքարի առաջամարտիկներից է։ Անցած շաբաթ մշակութային հաստատության ղեկավար կազմի ներկայացուցչին Մայր տաճարի մուտքի մոտ փորձում էր հանդարտեցնել Տեր Վրդանեսը։ Հարբած, բորբոքված մեկը բարձացել է վեհապարի շիրմին, ձեռքով էլ այդ խմբին ասում է հրեք դուռը բտեք դերսվան, սենց ձեռքի շարժումով ու սենց քաղաքավարի ասի հարգելիսի չեք, հետո զգացի չի լսում, հետո ստիպված վարձացա վերև ուղակի տենց ուսի մասի չորից քաշելով իրան տեղից իջեցրի ցած, որտեղ բարձացել էր հետ շիրմի վրա։ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվն ասում է, ինֆարկտ ստանալուց առաջ հենց այս հատվածում է ականատես եղել, թե ինչպես էին մի խումբ մարդիկ, այդ թվում Վրեժ Դուրգարյանի հորդորով փորձում ներխուժել Մայր տաճար, հարվածելով դռներին, գոռգոռալով, վիրավորանքներ հնչեցնելով վեհափառի հասցեին։ Հրահրում էր դեպի ներս մտնել հայոյալից վանկարկումներով, սենց քացով, բոքսով խփում էին Մայր տաճարի դռանը, չեմ կարծում այդ ձևի անձնավորությունը օպերայի, բալետի, թատրոնի փոխտնօրեն լինի էլի։ Օպերային թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանն այսօր ողջ օրը մեր զանգերին չպատասխանեց, չկարողացանք նրանից պարզել, ինչու է միացել կաթողիկոսին հեռացնելու վարչապետի օրակարգին եւ ինչ էր հրահանգում տաճարի դռան մոտ հավաքված ակտիվիստներին։ Նրա վարքագծի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց նաեւ թատրոնի տնօրեն դիրիժոր Կարեն Դուրգարյանից, որը նաեւ Վրեժ Դուրգարյանի ազգականն է։ Դուրգարյան ընտանիքի մեկ այլ անդամ Հայկ Դուրգարյանն էլ ամիսներ առաջ էր պատմության մեջ հայտնվել։ Նրա մեքենայից կրիստալ տեսակի թմրամիջոց էին հայտնաբերել, հարուցվել էր քրեական գործ թմրանյութ իրացնելու հոդվածով։ Օպերային թատրոնում ինչ գործառույթներ են վերապահված վարչապետի համակիր Վրեժ Դուրգարյանին։ Կադրերի բաժնից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։ Գրավոր հարցում ուղարկեք, կպատասխանենք։ Օպերային թատրոնի փոխտնօրենի ֆեյսբուքյան էջից եւս հնարավոր չէ մշակութային օջախում նրա գործունեության եւ գործառույթների վերաբերյալ հստակ պատկերացում կազմել։ Փոխարենը շատ հստակ երևում է, որ Վրեժ Դուրգարյանը վարչապետի գաղափարական հետևորդն է։ Կիսվել է Նիկոլ Փաշինյանի, նրա թիմի ու ընտանիքի տասնյակ հրապարակումներով, չմոռանալով անգամ նախընտրական պաստառներն ու բուկլետները։ Եթե սովորական քաղաքացին Էջմիածնի տաճարի վրա գրոհի պահին է իմանում, որ ինքը ունի օպերային թատրոնի փոխտնօրեն, այսինչ անուն ազգանունով, նույնիսկ մարդիկ, որոնք մշակույթի մեծ երկրպագուներ են, օպերայի մեծ երկրպագուներ են եւ այդ անուն ազգանունով մարդուն չեն ճանաչում որպես այդ ոլորտի ներկայացուցիչ, այլ ճանաչում են որպես այսինչ քաղաքական համակրանքները կրող եւ այդ քաղաքական ուժի հրահանգները կատարող անձնավորություն, այդ արդեն նշանակում է, որ այս առողջ չի են ինչ որ կատարվում է։ Երգահան Լիլիթ Բլեյանը դժվարանում է հավատալ, որ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենն էր Մայր տաճարի մուտքի մոտ գոռգոռում ու մարդկանց առաջ շարժվելու հրահանգներ տալիս։ Վիրավորականն անգիտակցել, որ մի տաճարի, օպերային տաճարի, մշակութային երաժշտական տաճարի ներկայացուցիչը կարող է հարձակվել մեր ամենակարևոր տաճարի վրա, որը մեր առաջին տաճարն է եւ ժամանակակրորեն եւ իր կարևորությամբ ամբողջ հայության համար եւ կարող է դա անել ընդ որում ոչ թե պարզապես մտքի կամ մշակույթի ինչ որ բանը որպես զենք վերցնելով իրեն այսպես փոխաբերական իմաստով, այլ ֆիզիկապես ոտքերով, ձեռքերով, դա գիտեք, այդ նշանակում է մենք հասել ենք մի կետի, երբ թույլատրելի ու անթույլատրելի սահմանները արդեն խախտվել են եւ խախտվել են հրահանգով, իշխանությունների հրահանգով։ Մայր աթոռում հավաքվելու կոչ արել էին կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները։ Վարչապետը պնդել էր նրանց չի ուղղորդել, բայց ողջունել եւ իր աջակցություններ հայտնել։ Նիկոլ Փաշինյանն անձամբ Մայր աթոռ չէր գնացել, թեև Գարեգին II-ի դեմ պայքարող ակտիվ ՔՊԱ-ականներ կային Էջմիածնում, օրինակ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը։ Մեկ կիրակի ընդհանրապես Փաշինյանը տեխնիկապես հնարավորություն չուներ գնալու որևէ հերթական եկեղեցու ասպատակությանը
եւ այնտեղ իրականացնելու իր ճաշակին, իր թիմքին համապատասխան միջոցառում եւ ոչ ոք իր թիմից եւ այս նույն խմբերից, որոնք գրոհում էին մայր տաճարը, չգնացին այդ գործողություններին։ Ստացվում է, որ մարդիկ այդ ամեն ինչը անում են հրահանգով, թելադրանքով, մի մասը ստիպողաբար, մի մասը գտնվելով այդ ընդհանուր այս մթնոլորտի ազդեցության տակ։ Թե օպերային թատրոնի փոխտնօրենի, թե ՔՊԱ-ական Տավրոս Սափեյանի գործողությունների վերաբերյալ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հենց Մայրաթոռում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանապետին։ Ինչ ընթացք է տրվել ընդդիմադիր պատգամավորի հաղորդմանը, ներքին գործերի նախարարությունից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։